Սաղմոսների իմաստը բացառապես միտված է ինչ որ հարցեր է բարձրացրել եւ ուզում է այդ հարցերի պատասխանը ստանալ այն դեպքում, երբ որ մենք մի ողջ ժողովուրդ այնքան հարց ունենք իրեն տալու, ասելու այո թե ոչ, ձեր իշխանությունը տխմարների իշխանություն է, այո թե ոչ, պատասխանեք, ձեր իշխանությունը պատասխանատվության գեթ 1 հատիկ իր մեջ ունի, այո թե ոչ, ձեր իշխանությունը ընդհանրապես հասկանում է պետությունը ինչ է, այո թե ոչ, սա հələ դեռ շատ գլոբալ ու համապարփակ այսպես հարցերի շրջան է, եթե մենք ավելի այսպես մանրանանք եւ խորանանք այդ ներքին հարցերին, ձեր բարոյականության նորմաների եւ չափանիշների մեջ, եթե մենք խորանանք, ապա այնտեղ այնքան հարցեր կա այո թե ոչի պատասխանները ստանալու։ Այդ իրենք պիտի մեր հարցերին պատասխանեն, ոչ թե ինքը տանը նստած Facebook-ում ինչ որ հարցեր տա, որ մի հատ էլ ասի, հələ հարցից պատասխանեք, դու ով ես որ հարց տաս։ Դու հələ մի հատ է ժողովրդի հարցերին պատասխանի, որ խաբել ես 7 տարի, նոր կորոշես թե ում ինչ հարց պիտի տաս։ Ինչու հենց այս փուլում ձեր դիտարկմամբ շեղելու նպատակ ուներ այս գործընթացը։ Ես կարծում եմ շեղելու հարց չկա, սա այնպեսի զգայուն թեմա է, որ ինքը չի շեղում, ինքը որոշակի խոստումներ կատարել է իր բարեկամներին, մեզ համար թշնամիներ, իրեն համար բարեկամներ, այս թեզա, ոչ թե թեզա, այլ իրականությունը փաստը անընդհատ ասվում է, ես էլ չեմ խուսափում դա կկրկնեմ, Փաշազադեի հայտարարությունից հետո, մի քանի օր հետո ձեն-ձենի տված, Փաշինյանն ու Փաշազադեն տանդեմով աշխատում են եւ դրա արդյունքում հարցակումը եկեղեցու վրա կարծես թե դարձել է օրինաչափ, երբ այս փաստերը մենք դնում ենք իրար կողք, բայց այս անգամ ինքը որոշել է դա հասցնի հանգրվանի, դա հասցնի վերջնակետի, անունը դնելով թե կռիվս վեհափառ հայրապետի հետ է, բայց իրականում իր կռիվը մեր հայ առաքելական եկեղեցու, մեր ինքնության, մեր հիմնական հիմնասյունի հետ է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս սրիկայախմբին թույլ չտանք, որ մեր վերջին հանգրվանը, մեր վերջին արմատը արմատախիլ անեն։